Զրուցում ենք առողջության իրավունքը կնախագահ Անուշ Պողոսյանի հետ։ Դուք գրել եք այն մասին, որ ծնելիության նվազման ֆոնին որոշել են մինչև 8 շաբաթական հղիության ընդհատումը թույլ տալ արտահիվանդանոցային պայմաններում, կխնդրեմ մանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը եւ հետևանքները որոնք են լինելու։ Մինչև 8 շաբաթական հղիության ընդհատումները, երբ որ արտահիվանդանոցային պայմաններում են թույլ տալի, դա ենթադրում է, օրինակ, որ կինը մինչև 8 շաբաթական հղիությամբ կարող է մտնել ցանկացած արտահիվանդանոցային բուժհաստատություն եւ այնտեղ դեղորայքային աբորտ կազմակերպեն, բայց այդ արտահիվանդանոցային կազմակերպությունների մեծ մասը, օրինակ, գյուղական ամբուլատորիաները եւ այլն կամ մասնավոր արտահիվանդանոցային շատ կլինիկաներ չունեն, օրինակ, հասարակ սոնոգրաֆիա, որ հասկանան այդ հղիությունը հողում է, արգանդում է եւ այլն, եւ դրա հետ մեկտեղ, երբ որ դեղորայքային չհետազոտված հղիներին ընդհատում են առաջացնելու, բերելու է խիստ բարդությունների, որովհետեւ ամեն մի դեղորայքային նշանակում աբորտի համար ունի իր սպეციფიკան, սրոկերի հետ կապված, պտուղի տեղակայման հետ կապված եւ այլն եւ այլն։ Եվ դրա հետ բացի դա դարձնում են հղիության ընդհատումը հասանելի եւ մատչելի, այսինքն օրինակ հիվանդանոցներում պրոտոկոլային շատ երկար խոսում են կնոջ հետ, բացատրում են բարդությունները, որ ինչ կարա լինի երկրորդային չբերության մասին եւ այլն, 3 օր ժամանակ են տալիս, որ ինքը մի հատ էլ մտածի դրա մասին, այսինքն Չէ, այսօր քաղաքականությունը միտված է եղել, դժվարացել այդ խնդիրը եւ ժամանակ տալ, որ այդ երեխաները ծնվեն։ Այսօր մենք այս ճանապարհով դարձնելու ենք աճ ու ձախ, մեֆիպրիստոս, այտոտեկ եւ այլն դեղորայքներով բաժանվող ինչ-որ հղիության դադարումներ, որը խնդիր է։ Եվ դրան գումարած տարիքն են իջացրել, այսինքն մինչև 18 տարեկան հղիությունները անչափահասների անպայման պետք է ծնողի թույլտվությամբ լիներ, պարտադիր պետք է լիներ դատաբժշկական փորձաքննություն, որ արդեն իսկ անչափահասի հղիանալը դա իր մեջ պարունակում է արդեն քրեական որակավորումներ։ Հիմա մենք ասում ենք, որ մինչև 16 տարեկանից հետո, այսինքն այդ 2 տարին 16-ից 18, մարդ երեխան կարող է հելնել գնալ իր կամքով, իր գյուղում, իր, չգիտեմ, ամբուլատորիայում իր հղիությունը ընդհատի, որը որ տարբեր տեսակի լուրջ խնդիրներ է առաջացնելու, որովհետև 16 տարեկան երեխան դեռ ձևավորված չի, դեռ ընդեղ կա իր սեռական օրգանների ձևավորման փուլումը եւ այստեղ չեմ խոսում այլ լիքը հոգեբանական եւ այլ բարդություններից, բայց ուզում եմ խոսել բանից հստակ կապված երկրորդային չբերությունների զարգացման հետ։ Այնպես որ սա այս երկու նույն կառավարության որոշումում երկու փոփոխությունը եւս մի քայլ է, արդեն իսկ մենք ունենք խնդիրներ ծնելիության հետ կապված, ես երեք վերլուծություն էի դրել, որ տարեց տարի 3-4 հազարով դադարում իջնում է երեխաների թիվը, տարեց տարի ունենալու ենք ծանր ուրեմն ծնելիության անկում։ Տիկին Պողոսյան, այս որոշումները ինչու են կայացվում եւ ինչի հետևանք են որոշումները, որովհետեւ մասնագիտական խումբ չկա այնուամենայնիվ, ովքեր որ այն ցուցանիշները, այն տվյալները, որոնք օրինակ դուք եք հրապարակում, նաեւ կունենան իրենք։ Ես վստահ եմ, որ այնտեղ կան մասնագիտական թիմեր, ես ենթադրում եմ, որ շատ տարբեր տեսակի միջազգային կոնվենցիաներին են իրանք հետևում, բայց երկիրը, երբ որ ունի լուրջ խնդիր ծնելիության հետ կապված, պետք է երկրի շահերով առաջնորդվել, այլ ոչ թե տարբեր տեսակի ինչ-որ կոնվենցիաներին եւ այլին եւ այլ տարբեր գրանտային ծրագրերին հաջողանալու համար, այսպես ասեմ,
Եվ նաև չեմ բացառում պրոֆեսիոնալիզմի պակասը, երևի վերջին ժամանակներում որ եւ մանկան առողջության հետ կապված իրավական ակտերում տեսնում ենք բավականին անհեթեթ որոշումներ, որը նաև պրոֆեսիոնալիզմի խնդիրն է դրված, ինչպես նաև մասնագիտական հանրույթի լուր լինելունը։ Կարծում եմ, որ պետք է մասնագիտական հանրույթը արձագանքեր դրան, որովհետև դա խնդիր է, որը վերաբերվում է ամբողջ ազգաբնակչության առողջությանը եւ ցուցանիշներին։ Այսպես որ բայց ենթադրում եմ, որ սա ազգային անվտանգության խնդիր է։